Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Ռուսաստանն անոնսավորում է մեծ պատերազմ։ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին տելեգրամյան գրառում է կատարել, ըստ որի Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնվել։ Կիևյան վարչախմբի եվրոպական հովանավորները Ուկրաինայում հումանիտար վիճակի հարցերով անվտանգության խորհրդի նիստ են նախաձեռնել, որ կգումարվի մայիսի 29-ին Մոսկվայի ժամանակով 22:00-ին։ Մենք որոշել ենք հայլային պատասխան տալ անվտանգության խորհրդի նիստ ենք նախաձեռնել, որն էլ կգումարվի մայիսի 30-ին Մոսկվայի ժամանակով 17:00-ին, գրել է Պոլյանսկին։ Անվտանգության խորհրդի գումարման անհրաժեշտությունը նա բացատրել է եվրոպական մի քանի երկրների գործողություններով, որ փորձում են խանգարել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, ինչը ռուսաստանցի դիվանագետի որոշմամբ սպառնալիք է միջազգային անվտանգությանը և խաղաղությանը։ Խոսքը որքանով հասկացվում է վերաբերում է նախօրեին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի ռազմական թիրախներին հարվածելու հեռահարության բոլոր արգելքները հանված են։ Ըստ Մերցի, նման որոշում կայացվել է ամիսներ առաջ, բայց այն իրավիճակի համար, երբ Ռուսաստանը կհրաժարվի ցամաքում, օդում և ծովում առանց նախապայմանների հրադադարի հաստատման առաջարկությունը։ Ընդ որում, Գերմանիայի կանցլերը հավաստիացրել է, որ որոշումը վերաբերում է նաև ամերիկյան սպառազինություններին։ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի որոշումը, որ ուկրաինական ուժերը կարող են Ռուսաստանի տարածքի ցանկացած հեռավորության վրա ռազմավարական թիրախներ խոցել, իհարկե, ռազմաճակատում իրավիճակի կտրուկ փոփոխության չեն բերի, որովհետև նախ հարկավոր է ապահովել այդ սպառազինությունների բավարար չափով մատակարարումը, ինչպես նաև ռազմական տեխնիկական սպասարկում ապահովելը։ Բայց ստեղծված իրավիճակում, երբ Ռուսաստանը մերժում է զորքերի շփման գծով հրադադար հաստատելու առաջարկությունը, եվրոպական եռյակի և ԱՄՆ-ի որոշումը քաղաքական կարևորություն է ստանում այն իմաստով, որ Կիևին որոշակիորեն ապահովագրում է Մոսկվայի ճնշումներին անվերապահորեն տեղի տալու և կապիտուլյացիայի ստորագրելու հեռանկարից։ Ընդ որում, Գերմանիայի կանցլերն ասել է, որ եթե Ռուսաստանը նույնիսկ Վատիկանի միջնորդությունն է մերժում, ապա մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ պատերազմը տևելու է երկար, քան մենք ցանկանում կամ պատկերացնում ենք, բայց մենք պետք է ամեն հնարավորություն օգտագործենք, որպեսզի բանակցություններն սկսվեն։ Գերմանիայի կանցլերի հայտարարությունը ժամանակի առումով համընկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի մոսկովյան այցին, որ նրա, ըստ Ռուսաստանի նախագահի օգնականի հետ հանդիպումից հետո պարզ կլինի ամբողջը։ Նախորդ թիվ դիտարկել էինք, թե եթե Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունի Ֆիդանին, կնշանակի, որ նա Թուրքիայի նախագահին շարունակում է ընդունել որպես վստահելի պետական գործիչ։ Ֆրիդրիխ Մերցի ասածից հասկացվում է, որ եվրոպական եռյակի, թերևս նաև ԱՄՆ-ի համար Վատիկանի միջնորդությունը ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը Հռոմում անցկացնելու տարբերակը նախընտրելի է, բայց Ռուսաստանը չի ընդունում կաթոլիկ եկեղեցու խաղաղ առաքելությունը, նախապատվությունը տալիս է Ստամբուլյան հարթակին։ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներ չեն խոցվել։ Պատկերավոր ասած, Մոսկվան չի հավատում Կիևի արդյունքներին, փոխարենը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնում, որպեսզի միջազգայնացնի, որ եվրոպական երկրներին Ուկրաինային սպառազինում են, որպեսզի պատերազմը շարունակվի։ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Պոլյանսկին շատ թափանցիկ ակնարկում է, որ եթե Ուկրաինան հեռահար հրթիռներ օգտագործի, ապա միջազգային անվտանգությունը կխախտվի։ Մոսկվան առաջին անգամ չէ, որ սպառնում է թիրախավորել եվրոպական մայրաքաղաքները։